Երևանի կենտրոնն այս օրերին սովորականից ավելի մարդաշատ է։ Գրեթե ամեն քայլափողի իրանցիներ են հանդիպում, ովքեր եկել են իրենց նոր տարին Նովրուզը Հայաստանում նշելու։ Ասում են գեղեցիկ, ազատ եւ հանգիստ երկիր է, իրենց սիրելի երգիչներն էլ այստեղ համերգներ են տալիս։ Մարդիկ եւ քաղաքը շատ գեղեցիկ են։ Նաեւ շատ համերգներ կան։ Մենք այդ համերգները լսելու ենք գալիս։ Ես երրորդ անգամն է Հայաստանում եմ, էլի կգամ։ Հայաստանից հետո մենք նաև Վրաստան ենք գնալու։ Ջորջիա, Թբիլիսիա։ Իրավան խելի շահր qashang է, մոդեռն է։ Շատ գեղեցիկ, մոդեռն քաղաք է։ Տուրիստական ընկերությունը Դուբայ եւ Հայաստան էր առաջարկում։ Մենք Հայաստանն ընտրեցինք, մարդիկ լավն են։ Կասկադում եմ եղել, Գեղարդում, Սևանում։ Շատ բարեկիրթ ժողովուրդ է, խնդիր չենք ունեցել։ Երևանի իրենց սիրած վայրերին իրանցիներն անգամ յուրօրինակ անվանումներ են տվել, ասում է Ազատություն ռադիոկայանի իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Մոնասյանը։ Այսինքն օրինակի համար ամենահետաքրքիրը կասկադն է, որ ասում են 1000 փելլե, դա նշանակում է 1000 աստիճան, կամ այս հյուսիսային փողոցը երեք լսել եմ ասում են ֆրանսիական փողոց, իրենք նմանացնում են Շանզելիզեին, որ էլի նորից ավտո չի անցնում, միայն քայլելով են գնում գալիս, կամ ասում են Արևտրի փողոց։ Չնայած իրանցի զբոսաշրջիկների ամենամյա հոսքին, Երևանի կենտրոնի խանութները, սրճարաններն ու ռեստորանները հատուկ պատրաստություն չեն տեսնում։ Այս օրերին խանութներում զեղչերի մասին պարսկերեն ցուցանակ չես գտնի, սրճարաններում էլ ճաշացանկը հիմնականում ժեստերի լեզվով են բացատրում։ Երկու օրվա համար մի քիչ շատ պետք է ինչ-որ գործողություններ կատարվեն, այսինքն մենակ մենյուն չի, որ պետք է տպագրվել, մենյուն պետք է նաև ուտեստները եւ այլն այդ ամեն ինչը համապատասխանեցնել, այսինքն մեկ վայրկյանի բան չի, որ դա ընդհանրապես անեմ ու վերջ։ Շատ պրոբլեմատիկ է նման հաճախորդներին ընդունելը, որովհետեւ գրեթե 90% իրանց բացարձակապես ոչ անգլերեն է կարողանում խոսել, ոչ ռուսերեն։ Մենք էլ պարսկերեն չգիտենք, այնպես որ փորձում ենք ժեստիկուլյացիաներով ինչ-որ բանի հասնենք։ Այնուամենայնիվ հանրապետության հրապարակում կարելի է իրանական էստի համեցեքի հանդիպել։ Գառնի, Գեղարդ, Սևան ուղևորություն առաջարկող մեքենաներն են։ Ժորան տարիների ընթացքում անգամ պարսկերեն է սովորել, առաջարկում է մեքենայով Հայաստանի տեսարժան վայրերն ու եկեղեցիները այցելել։ Մենք հիմնականում մեր եկեղեցիներն ենք առաջարկում, տեսարժան վայրերը։ Պարսկերեն իրանցից եմ սովորել։ Տուրիստներից դες խոսացած սովորել եմ։ Հա դες դպրոցում լավ չեմ սովորել, բայց իրանցից լավ սովորեցի։ Ժորան սակայն մտահոգված է, այժմ երբ Վրաստանը վերացրել է վիզային ռեժիմը Իրանի հետ, շատերն են Գառնի Գեղարդը չտեսած մեկնում Թբիլիսի։ Ասենք շատերը գալի հարցում են Թիֆլիս ոնց գնանք ստեղից այդ վիճակն է։ Զբոսավար Այդան, որ ամեն տարի իրանցի հյուրերին ցույց է տալիս Հայաստանի տեսարժան վայրերը, գիտի թե Հայաստանում բոլորից լավ ովքեր են պատրաստվում Նովրուզին։ Որ մեր ավտոտեսուչների աշխատանքը մի քիչ ավելի լավ վերահասկվի, քանի որ մեր այս պարսկական մեքենաներին շատ են նեղացնում, շատ, եւ բավականին մեծ գումարներ են վերցնում իրենցից, ես ինքս բազմիցս անգամ ականատես եմ եղել, քանի որ մենք ենք դիմավորում մեր հյուրերին, եւ տարբեր պատճառներով մի խոսքով ոնց ասեմ, մութ գումարներ են վաստակում։ Ըստ Հայաստանում իրանական ավիաուղիների պաշտոնական ներկայացուցիչ Տաթև տուրիստական ընկերության տնօրեն Արլեն Դավուդյանի այս տարի Իրանից Հայաստան եկողների հոսքը զգալի ավելացել է։ Նախորդ տարվա համեմատությամբ մոտ 3 անգամ։ Պատճառը հիմնականում Թուրքիայում անվտանգության հետ կապված խնդիրներն են։ Մի քանի հանգամանքներ կան, առաջի հերթին պետք է կապել Թուրքիայի իրավիճակի հետ, Թուրքիայի անապահով վիճակը, որ օրեցօր ավելի վատանում է եւ այն ալտերնատիվը, որ գնում էին դեպի Թուրքիա, հիմա տեղափոխվում են դեպի ավելի բան, դեպի մի մասն էլ մեր կողմը։ Հայաստանում ըստ Դավուդյանի իրանցի զբոսաշրջիկների ներուժը շատ քիչ է օգտագործվում։ Կառավարությունը կամ քաղաքային իշխանությունները որևէ կերպ չեն պատրաստվում Հայաստանը էլ ավելի գրավիչ ուղղություն դարձնելու համար։ Մեր կողքին 70 միլիոնանոց շուկա կա, այդ շուկայի վրա աչք փակելը մի քիչ միամտություն առնվազն։